Գոյամարտ սերիալում իրադարձությունները հիմա հասել են այն աստիճանի, որտեղ յուրաքանչյուր նոր քայլ կարող է ողբերգության պատճառ դառնալ։ Դիանա Գրիգորյանը պատմությանը տանում է ավելի մութ, ավելի հոգեբանական ու ավելի վտանգավոր ուղղությամբ։ Հերոսներն այլևս պարզապես վիճող ընտանիքի անդամներ չեն։ Նրանք մարդիկ են, ովքեր ներսից կոտրվում են, սխալ որոշումներ ընդունում ու փորձում են փրկել իրենց կյանքերը, նույնիսկ եթե դրա համար պետք է անցնեն ամենավտանգավոր ճանապարհներով։ Վերջին սերիաների ամենաաղմկահարույց զարգացումներից մեկը կապված է Լեոյի հետ։ Լեոն արդեն մտել է փողոցային մենամարտերի աշխարհ, եւ ամենավտանգավորն այն է, որ նա հաղթում է։ Առաջին հայացքից սա կարող է հաղթանակ թվալ, նա ստանում է գումար, զգում է ուժ, ինքնավստահություն, բայց իրականում սա այն ճանապարհն է, որտեղից մարդիկ շատ հազվադեպ են կարողանում հետ դառնալ։ Լեոյի ներսում հիմա չափազանց շատ կուտակված զայրույթ կա։ Հոր կորուստը, Դավիթի վիճակը, Հունանի հետ անվերջ պատերազմը, Լեայի հետ բարդ հարաբերությունները, Մանանի հեռանալը, այս ամենը նրան ներսից վերածել են մարդու, ով այլևս ցավ չի զգում։ Եվ փողոցային մարտերը դառնում են այդ ցավը խեղդելու միջոց։ Նա կարծես փորձում է յուրաքանչյուր հարվածով դուրս բերել իր ներսի ամբողջ կատաղությունը, բայց նման աշխարհը երբեք չի սահմանափակվում միայն մրցումներով։ Այստեղ միշտ կան մարդիկ, ովքեր օգտագործում են ուժեղ տղաներին իրենց շահերի համար։ Փող, ազդեցություն, հանցավոր կապեր, վտանգավոր գործարքներ։ Լեոն շատ արագ կարող է հայտնվել մի միջավայրում, որտեղից դուրս գալը գրեթե անհնար կլինի։ Շատ հեռուստադիտողներ արդեն նկատում են, որ սերիալը Լեոյին կամաց-կամաց տանում է Ռաֆի ճանապարհով, եւ սա ամենացավոտ համեմատություններից մեկն է։ Ռաֆն էլ ժամանակին ուժեղ, հպարտ ու պայքարող մարդ էր, բայց կյանքը նրան տարավ բռնության ու վտանգի ճանապարհով։ Հիմա նույն վտանգը կանգնած է Լեոյի առաջ։ Ամենահետաքրքիրն այն է, որ Լեոն կարծես ինքն էլ է զգում դա, բայց այլ ելք չի տեսնում։ Նա ուզում է գումար աշխատել, ուզում է ուժեղ լինել, ուզում է այլևս ոչ մեկից կախված չլինել։ Բայց հենց այդ ցանկություններն են նրան կամաց-կամաց քաշում մութ աշխարհի մեջ։ Միևնույն ժամանակ Մանանի գիծը դառնում է ավելի բարդ ու հետաքրքիր։ Մանանը հիմա Հունանի տանն է, բայց ակնհայտ է, որ նա այնտեղ պարզապես որպես հարժ չի հայտնվել։ Նա ունի իր նպատակները։ Մանանը շատ խելացի աղջիկ է, նա հասկանում է, թե որքան վտանգավոր մարդ է Հունանը, հասկանում է, որ այդ տուն մտնելով վտանգի մեջ է դնում իրեն, բայց միևնույն ժամանակ նա շատ լավ գիտի, որ եթե հեռվից պայքարեն Հունանի դեմ, հնարավոր է ամբողջությամբ կորցնեն ամեն ինչ, եւ հենց այդ պատճառով նա կարծես որոշել է ներսից հասկանալ, վերահսկել ու գուցե կանխել նոր աղետները։ Սա շատ վտանգավոր խաղ է, որովհետև Հունանի նման մարդիկ շատ արագ զգում են, որ ինչ-որ մեկն իրենց դեմ է գործում։ Եթե նա հասկանա, որ Մանանը ոչ միայն սիրո համար է եկել իրենց տուն, այլ նաև իր ընտանիքը պաշտպանելու նպատակ ունի, իրավիճակը կարող է շատ ծանր դառնալ։ Գրիշոն այստեղ հայտնվում է ամենադժվար վիճակներից մեկում։ Նա սիրում է Մանանին, բայց շարունակում է ապրել հոր ազդեցության տակ, եւ եթե մի օր ստիպված լինի ընտրություն կատարել հոր ու սիրած աղջկա միջև, դա կարող է ամբողջությամբ կոտրել նրան։ Բայց ամենամռայլ զարգացումներից մեկը հիմա կապված է Էռնայի հետ։ Էռնան հոգեբուժարանում է, եւ սա սերիալի ամենացավոտ գծերից մեկն է։ Նա այն մարդն էր, ով ամբողջ կյանքում հավատում էր եղբորը, պաշտում էր Հունանին, տեսնում նրա մեջ իդեալական տղամարդու կերպար, բայց երբ ճշմարտությունները սկսեցին բացահայտվել, նրա ամբողջ աշխարհը փլվեց։ Նա իմացավ, որ Հունանը կապված է սպանությունների, դաժանության ու բազմաթիվ մութ պատմությունների հետ, եւ դա կոտրեց նրան հոգեբանորեն։ Հիմա Էռնան փորձում է դուրս գալ հոգեբուժարանից։ Նա փորձում է բոլորին բացատրել, որ իրեն խաբել են, օգտագործել, փակել այնտեղ, բայց ամենացավոտն այն է, որ ոչ ոք նրան չի հավատում։ Սա շատ ծանր հոգեբանական իրավիճակ է։ Մարդ ճիգիտի ճշմարտությունը, փորձում է օգնություն խնդրել, բայց բոլորը կարծում են, թե նա պարզապես հոգեկան խնդիրներ ունի։ Էռնայի ամենամեծ ցանկությունը հիմա Հունանի հետ կապ հաստատելն է, եւ սա շատ հետաքրքիր կետ է։ Չնայած ամեն ինչին, նա դեռ ներսից կապված է եղբոր հետ։ Նա ուզում է հասկանալ, արդյոք Հունանը կփրկի իրեն, թե վերջնականապես կհրաժարվի իրենից։ Բայց
Բայց եթե Հունանն իմանա, թե ինչ է կատարվել Էռնայի հետ, նա իսկապես ձեռքերը ծալած չի նստի, որովհետև որքան էլ դաժան լինի, Էռնան նրա ամենացավոտ կետերից մեկն է։ Շատ հավանական է, որ հենց այստեղից սկսվի նոր պայթյունավտանգ հակամարտություն, և եթե վարկածները ճիշտ են, ապա Հունանը կարող է անցնել ամենավտանգավոր քայլին, այրել այն տունը, որտեղ ապրում է Ավոն։ Սա արդեն բաց պատերազմ կլինի։ Եթե Հունանն իսկապես կազմակերպի այդ հրդեհը, դա կնշանակի, որ նա վերջնականապես կորցրել է սահմանները։ Բայց այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ Ավոն էլ սովորական հակառակորդ չէ։ Նա երկար տարիներ սպասել է վրեժի պահին, նա շատ հաշվարկող ու խորամանկ մարդ է, և եթե Հունանը մտածում է, որ կարող է պարզապես ուժով հաղթել, գուցե շատ ծանր սխալվի։ Հնարավոր է հենց այս պատերազմը դառնա այն կետը, որտեղ վերջապես բացահայտվեն բոլոր գաղտնիքները։ Ռաֆի մահը, անցյալի սպանությունները, Հունանի իրական դեմքը, Ավոյի վրեժի ամբողջ պատմությունը։ Սերիալը հիմա մտնում է շատ մութ փուլ։ Այստեղ մարդիկ այլևս պարզապես չեն վիճում, նրանք կործանում են միմյանց կյանքերը, փորձում են փրկել ընտանիքները, կորցնում են իրենց ու գնում այնպիսի ճանապարհներով, որտեղից հետ դառնալը շատ դժվար է լինելու։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել չափազանց ծանր ու ինտրիգային։ Կկարողանա Լեոն դուրս գալ փողոցային մարտերի աշխարհից, կհասկանա Հունանը Մանանի իրական նպատակները և արդյոք կփրկվի Էռնան հոգեբուժարանից, և ով է հրդեհելու այն տունը, որտեղ ապրում է Ավոն, ինչպես է Ավոն հայտնվում Դավիթ պապի տանը, ինչու են նրանք խնամում Ավոյին։ Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Մի բան արդեն պարզ է, գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր հերոս կանգնած է իր կյանքի ամենավտանգավոր ընտրության առաջ։